Պարոն Սարգսյան, Ինչ հիմքերով եք բողոքը ներկայացրել, որն է, այն մեխը գործի։ Ուրեմն պետք է ասեմ, որ ընդհանրապես հաճախ բողոքները բերում ենք մի կետով, երկու կետով ինչ որ խնդիրներ ենք տեսնում։ Ուրեմն այս դատավճիռը, որը որ կայացվել է, ոտից գլուխ ապօրինություն է։ Եվ այդ խնդիրները այնպիսի խնդիրներ են, որ նույնիսկ առանց ապացույցների գնահատման պետք է արդարացում տեղի ունենար եւ վերաքննիչ դատարանն այլ հնար չունի օրենքի իմաստով կամ բեկանելու դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք այս գործով ինչա տեղի ունենում եւ իրավական գործընթացները կարող է հանկարծ այն հունով չեթան ոնց որ պետք են, բայց օրինակ ընդդատության կանոնի խախտումը, որ դատարանը Գյումրի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ենթակա գործը քննել է Երևան քաղաքում։ Ուրեմն սա բացարձակ տեխնիկական չի, այնքան տեխնիկական չի, որ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի հիմք կա, որոնց դեպքում պարտադիր բեկանման ենթակա է, օրենքում, որ օրինակ եթե մնացածը գնահատման ենթակա են, սա գնահատման չի, այս փաստը կա, վերաքննիչը պարտավոր է բեկանի, այսինքն այդ աստիճանի կարևորություն ունի։ Կազմի մասով եկեք այս պայն մենք դրա մասին կազմի մասով բան չասենք, որովհետև հաջորդ նիստերին մենք կոնկրետ կունենանք ասելիքներ եւ դուք կլսեք։ Դատախազությունը եւս բողոքարկել եք, ոչ թե։ Բողոքարկել է։ Ինչ է ուզում դատախազությունը։ Ասում են, որ 2 տարին քիչ է, 2.5 տարի է պետք, այստեղ ձեզ ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ օրենքը ասում է, այս հիմքով կարող է բեկանվել դատական ակտը, եթե ակնհայտ անարդար է։ Այսինքն 2 տարի թե 2.6, այսինքն 2 տարի 6 ամիս դատախազության կարծիքով 2 տարին ակտային անարդարը ակնհայտ եւ պետք է 2 տարի 6 ամիս լիներ։ Ակնհայտ է, չէ, որ այստեղ աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չուներ։ Թեև ասում եք դատարանի տեղյակ չենք, ասում են ծանցում չենք ստացել։ Չնկատել, որ կազմի դատավորներից մեկը Վաչե Մարգարյանն է, որը նախկինում հայտնի գործերով կալանքի որոշմամբ, այ իր մասով դուք էս պատմում։ Ես որ ասացի, եւ տեղեկություններ կան, որ նա ցանկանում է դառնալ դատարանի նախագահ։ Եթե չեմ սխալվում, արդեն դարձել է։ Հա, սա առաջինը։ Ես որ ասում եմ կազմի մասին չխոսենք, ասածս նրանում է, որ ոչ թե ընդհանրապես չխոսենք, կազմի մասին պարտադիր խոսելու ենք եւ դատավարական ընթացակարգով ենք խոսելու, ուղղակի այս պայն նպատակարար չեմ գտնում ավելին ասելու, կոնկրետ մարտավարական մենք քայլեր ունենք եւ կոնկրետ դատական նիստը սկսելուց հետո այդ մասով մեր իրավական դիրքորոշումը կարտահայտենք։ Սրբազանը երբ է տեղափոխվելու բժշկական։ Նախնական տեղեկությունները վաղը։ Վաղը վիրահատություն կանեն թե հետազոտություն։ Դե բժշկական մասա, թե բժիշկները ոնց կորոշեն, դա արդեն բժիշկները։ Այո։ Պարոն Սարգսյան, դուք որ ասում եք ընդդատություն նկատեք առաջի ատյանից սկսած, ճիշտ է։ Հա, դատարանը յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր գործը քննի այն դատարանը, որը օրենքով հիմա ձեր հարցին կներեք պատասխանեմ այդ խախտումների մասով մի հատ էլ կարևոր բան ասեմ։ Ուրեմն դատական ակտը կայացվել է այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք դատարանում չեն հետազոտվել։ Սա ես ձեզ ասում եմ, ամենաակնհայտ ակնառուաշ ծագող բաները։ Այսինքն, եթե ապացույց կա, որ դատարանում չի հետազոտվել, դրա հիման վրա դատական ակտ ցանկացած տեսակի չի կարող կայացվել։ Հետևաբար վերաքննիչի համար սա եւս ակնհայտ եւ պարտադիր պայման է, որպեսզի բեկանի դատական ակտը ուղղակի նոր քննություն։ Ես հիմա ուղղակի մարտավարական նորից չեմ ուզում ամբողջ ծավալը բացեմ, բայց նորից դատավճռում գրված են ապացույցներ, Այսինքն պետք է այդպես լինի, եթե օրենքի սահմանները։ Եթե իրենք օրենքով գործեն, այդպես պետք է լինի, որովհետև ի սկզբանե այդպես պետք է լիներ։ Խախտումը թույլ են տվել։ Դուք ուզում եք, որ վերաքննիչը բեկանի առաջին ատյանի որոշումը եւ գործ ուղարկի Շիրակի մարզի։ Մենք բազմաթիվ հանգամանքներ ենք բարձրացրել։ Խախտումները դատավարական, ապօրինությունները, որոնք որ բոլոր արդարացման հիմք են, մենք բարձրացել ենք ապացույցների անթույլատրելիության հարց, որ բոլոր ապացույցները անխտիր անթույլատրելի են, որ ապացույցները ընդհանրապես գոյություն չունեն, որ Միքայել Սրբազանը ընդհանրապես հանցանք չի կատարել։ Այսինքն այդ ամեն ինչը մանրակրկիտ 103 թերթից բաղկացած բողոք է, որի մեջ մանրամասն այդ ամեն ինչը շարադրած է։ Հիմա դրանք պետք է այստեղ քննության առարկա դառնան։ Իսկ հնարավոր համարում եք, որ հաջորդ նիստը Շիրակում անցկացվի։ Եթե այստեղ բեկանեց, պարտադիր է, եթե չբեկանեց այդ հիմքով, նորից իրենք կշարունակեն իրենց ձևը։ Դե այս մենք նույնա որ ասենք դատանի ինչ անելու, հիմա մենք չգիտենք ինչ կանեն։ Հույս ունենք, որ այս խախտումը իրենք չեն կարող աշխատել, որովհետև դա հնարավորություն իրավական չկա։ Եթե օրինակի համար մարդը մի բան արել է, ասում է քո գործողությունը այս հանցանքն է կամ այն հանցանքն է գնահատում են, այստեղ գնահատման բան չկա։ Սա մարդու